Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Հայաստան հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաստեր Հովհաննիսյանն է, բարև ձեզ, պարոն Տեր Հովհաննիսյան, շնորհակալություն միանալու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Տեր Հովհաննիսյան, մենք տարբեր առիթներով եւ այլն թմկահարում ենք Սփյուռքը, սփյուռքյան կառույցները, բայց դրա հետ միաժամանակ օրինակ նույն մեր իրանահայ համայնքը գտնվում է պատերազմական իրավիճակում արդեն 5 օր, բայց ոչ սփյուռքյան կառույցներից, ոչ Անտիլիասից, ոչ ամենայն հայոց կաթողիկոսությունից չունենք զորակցության կոչ այս համայնքին, բայց դրա փոխարեն տեսնում ենք, որ այս տարբեր կառույցները Հայաստանի ներսում գտնվում են քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնում։ Ինչու՞։ Իրականության մեջ այս հարցը պետք է շատ խորքային ուսումնասիրության ենթարկվի։ Ես կարող եմ նշումներ կատարել մեր գործունեությունը, այսինքն Հայաստան եւ Սփյուռք գործունեությունը նկատի առնելով, որ Սփյուռքի տարբեր գաղթօջախներ, թե հին Սփյուռքը, այն որ բռնագաղթի հետևանքով ստեղծված է, եւ նաեւ նոր Սփյուռքը բավական տարբեր երկրներում են, այսինքն թե քաղաքական եւ թե հասարակական մշակութային առումով, ինչպես որ գիտեք, վստահ եմ, որ Հայաստանում շատ լավ գիտակցում են, որ Ռուսիո, այսպես ասենք, հայկական, Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքը, Պոլսո Հավիտյան հետ, բոլորովին այլ միջավայրերում են եւ ենթադրում են տարբեր իրավիճակներ, նույնն է Սիրիայի, Միջին Արևելքի, այդ թվում Սիրիայի, Իրանի իրավիճակը, թե մեր ժողովրդի սոցիալ հոգեբանական առումով եւ թե տնտեսական քաղաքական առումով տարբեր վիճակներում են եւ Եվրոպային է տարբեր։ Այս հարցերը պետք է խորքային առաջարկություններով Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, որ անպայման չի տարբեր կազմակերպությունները ողջ համայնքն են ներկայացնում, խորհրդակցություններ անցացնեն, Սփյուռքից անձեռգույթ ունեն Հայաստանում, որոնք կարող են փորձառություն ունեն, ճանաչողություն ունեն այս տարբեր համայնքներից, աշխատելով այն կազմակերպությունների հետ Սփյուռքում, որ պետականամետ են, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետությունում արդար ընտրություններով ժողովրդավարորեն իշխանություն է ձևավորվում, իրենք այդ ձևավորված իշխանությունը հայկական պետականություն են համարում եւ գործակցում են եւ ոչ թե մրցակցում են այդ պետության հետ, ինչ էլ որ լինի իշխող կուսակցությունը։ Այդ դեպքում հայկական պետությունը, այսինքն ընտրված պետությունը պետք է լայնորեն աշխատանք տանի, ռեսուրսներ տրամադրի, միջոցներ տրամադրի, որպեսզի համախմբվեն այդ պետականամետ ուժերի շուրջ այդ մասան, որովհետև դուք գիտեք, մեր ավանդական կազմակերպությունները, կուսակցությունները, որ իրենց մոտեցումները ամենևին էլ նույնը չէ, օրինակ Դաշնակցությունը ավելի մրցակից է եւ Կիլիկիո աթոռը իր հետ ունենալով, հնչակյան կուսակցությունը տարբեր է, բայց այստեղ կան մեծամասնություն ժողովուրդը, որ երբեք էլ ընդգրկված չեն կուսակցությունների մեջ, այդ մասան կազմակերպելու համար, որը ընդհանրապես կազմակերպված չէ, պետք է անպայման համախոհում, եթե ուզում եք արդյունքներ եւ դա կարող է մեծ աջակցություն լինի եւ համայնքներին եւ մեր պետականությանը, կազմակերպ համայնքը կամ այն համայնքը, որ պետականամետ չի, դուրսը նստած հրաժարական է պահանջում կամ քվեարկության իրավունք է պահանջում համահավասար Հայաստանում ապրող մեր ժողովրդի, մեր քաղաքացիների հետ, դա տրամաբանական չէ։ Այս հարցը պետք է լայնորեն
սերտողության ենթարկվի եւ ոչ թե այսինքն պարզապես համաժողովներ կազմակերպելով համաժողովները պետք է լինի սինթեզավորումը այսինքն հարցերը ծագելու դեր ոչ թե ներկայացուցիչներ կան լսեն մի քանի նախարարի զեկույց մասնակիցների զեկույց եւ գնան այդտեղ պետք է պսակվի արդեն այսինքն նախապատրաստական գործերը պետք է արված լինի ստեղծված լինի բանաձևերը քննարկված լինի խորհրդակցվի տարբեր համայնքների եւ որովհետեւ կարողանանք արդյունքի հասնել այլապես միշտ կկանգնենք կոտրված դաշտակի առջև ինչպես Սիրիայում պատահեց վերջերս Լիբանանում նորեն նույն վիճակի մեջ էինք իսկ հիմա Իրանի վարական է մենք պետք է կազմակերպենք Սփյուռքը ունի կարողություններ առանց իրեն շատ չափազանցն է բայց այդ կարողությունները անհատական մակարդակի վրա է եւ տարին 50 հոգի 100 հոգի գործակցեն այս կամ այն ծրագրի հետ դա շատ քիչ է այսինքն ինչ որ բան անել է որը չի կարող բավարարել եթե ուզում են արդյունավետ գործ Պարոն Տեր-Հովհաննիսյան, ես մի քանի տեղեկություն ներկայացեմ, քանի որ խոսեցինք մեր իրանահայ համայնքի մասին, մինչ կփորձեն մեզ մոտ տեխնիկական խնդիրը ձեր ձայնի հետ կապված լուծել, մասնավորապես իրանական տարբեր ալիքներ հրապարակել են միջուկային մարտագլխիկների տեսանյութեր ըստ իրենց եւ մակագրել հնարավոր է նշեմ որ Թեհրանում նաեւ ձերբակալել են կալանավորել են Մոսադի գործողությունների համար նախատեսված էլեկտրական սարքավորումներով մի բեռնատար տեսանյութերը տարածված են համացանցում Իսրայելն էլ հարվածել է Թեհրանում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական համալսարանին Իրանի նախագահն է հայտարարություն արել ասել է որ տարածաշրջանը կարող երբեք խաղաղություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ շարունակվի եւ գիշերվա ընթացքում Իսրայելը եւ Իրանը շարունակել են միմյանց հարվածներ հասցնել Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 50 կործանիչներ հարձակվել են Իրանում ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրության օբյեկտների վրա, այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, իդեպ նշեմ, որ այս պահին էլ հարձակումները Իրանի վրա շարունակվում են, արդեն տարբեր տեսանյութեր են հրապարակվում Իրանի տարբեր քաղաքներից իսրայելական հարձակումների մասին, Սպահանում իրանական կողմը պնդում է, որ խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր, դրանց տեսանյութերը եւս արդեն իսկ հրապարակված են եւ ողողված են համացանցում։ Եվ եթե զրուցակցից հետ տեխնիկական խնդիրը վերացվել է, շարունակենք մեր զրույցը։ Պարոն Տեր-Հովհաննիսյան։ Այո, լսում եմ։ Շատ լավ, պարոն Տեր-Հովհաննիսյան, շարունակենք մեր զրույցը։ Տեսեք, երբ պատերազմը սկսվեց Իրանում, տարբեր կուսակցություններ, օրինակ նույն Հայ ազգային կոնգրեսը հայտարարեցին, որ պետք է այս իրավիճակում միաբան լինել, վեր լինել կուսակցական, քաղաքական դիվիդենդներ հետապնդելու գործընթացներից։ Հանուն Հանրապետության կուսակցությունը, որը նախաձեռնում էր տարբեր ակցիաներ, մասնավորապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դեմ, այդ ակցիաները եւս դադարեցրեցին պայմանավորված իրավիճակով, բայց դրան զուգահեռ օրինակ մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան տարբեր եկեղեցականներ հավաքներ են անցկացնում, քաղաքական հայտարարություններ անում, Ռուսաստանից են գալիս տարբեր օլիգարխներ, որոնք անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեն եւ Հայաստանի ներքին գործային միջամտության, ինչ-ինչ հարցեր լուծելու իրենց ձևերի մասին են խոսում։ Ինչու է այս իրավիճակում փոխարեն մեր իրանահայ համայնքին զորակցության խոսքերի, ինչ-ինչ գործողությունների, ինչ-ինչ աջակցությունների, մենք տեսնում ենք, որ մի խումբ մարդիկ, այսինքն դժվար է ասել մի խումբ մարդիկ, որովհետև եկեղեցու վերնախավին չես ասի պարզապես մի խումբ մարդ, միլիարդատեր ռուսաստանցի օլիգարխներին չես ասի մի խումբ մարդ, այս իրավիճակում փորձում են թիրախավորել Հայաստանի Հանրապետությունը, ինչու՞։ Նայեցեք, ես հետևյալ տեսակետը արծարծեմ, որ իմ կարծիքով տրամաբանական է Հայաստանի ինքնիշխան պետությունը, այսինքն պետությունը, որ ձևավորվել է ժողովրդի ազատ կամքի դրսևորմամբ, որ երկու անգամ դա տեղի ունեցել է 2018-ին դեկտեմբերին եւ 2021 թվականին։ Երբ որ այս իշխանությունը ներկայացնում է ժողովրդի կամքը եւ բարձր տոկոսով,
Այսինքն երկրորդ անգամ նույնիսկ 54%-ով ժողովրդի կամքով ընտրված ազգային ժողով է եւ իշխանություն է, որը մենք Եվրոպայում շատ քիչ ենք հանդիպում այդքան մեծ տոկոսով ընտրված իշխանություն։ Հիմնահարցը, որ դրված է մեր իշխանության առջև, եթե մեր առաջնահերթ խնդիրը անվտանգությունն է, հետևաբար մենք երկրի ներսում պետք ունենք անդոր եւ կայունություն։ Ինչպես որ դուք նշեցիք, իշխանությունը, երկիրը, ժողովուրդը ամեն վարքյան կատվածահարելն ու այս կամ այն անհատի, եկեղեցականի եւ ինչ որ պատրվակով սահմանազատում է լինում, մեկը ապստամբության դրոշ է բարձրացնում։ Ուրիշ պետական քայլ է առնվում արտաքին քաղաքագետնի վրա, ուրիշ տեսակ է իրենց դրսևորումը ցույց տալիս։ Դուք մասնավորաբար օրինակի համար նշեցիք եկեղեցիի հարցը։ Եկեղեցիի հարցը դերևս այնքան էլ այժմեական չէ Հայաստանի համար, բայց սփյուռքում ինչ-որ դերակատարություն խաղում է, որովհետև ամուսնությունների եւ բանի բարակային, կնունքի եւ այլի բարակային, ինչ-որ հայկական ինքնության դրսևորում է, բայց մեր եկեղեցին անկախ դրանից, որ վերջին 18 թվականից առաջ, վերջին 18-ից դեպի հետ 20 տարիների ընթացքին ինչ կեսվածներ որտեղ գրես, ես նկատի ունեմ տարբեր ընտրախախտումները, կեղծիքները, ես ավելի ծանր բաների չակնարկեմ, այսինքն մարտի 1-ի եւ այլին, բայց վերջին ընդամենը 5 տարիների ընթացքին մենք տեսնում ենք, որ եկեղեցին կեսվածքներ է համագործակցություն է ծավալում քաղաքական գազམ་ակերպությունների հետ, երբ որ եկեղեցին համագործակցություն է ծավալում եւ դեռ ոչ միայն այդքան քաղաքական կոչեր անել ընդհանուր միջև վարչապետի հրաժարական պահանջել, եկեղեցին ինքը իր ինքերը թույլատնում է, արդեն այդ բարոյական միասնականության ձգտող ինստիտուտը չի։ Մենք տեսանք, որ օրինակի համար վարչապետը, մենք էլ հետևում ենք Սփյուռքից հարցերին, Բելարուսի իշխանությանը, որը Լուկաշենկոն է, որ մենք Ադրբեջանի հետ համագործակցաբար իրականացրեցինք Արցախի բռնազավթումը, մենք տեսնում ենք, որ եկեղեցու վեհապարը մեկնում է այդ երկիր։ Եկեղեցին ինչ-որ եկեղեցում ինչ-որ հոգևորական անունը չեմ հիշում, այն որ ուրեմն սահմանազատման օրերից գործունեություն սկսեց Բագրատ arczepiskopos Գալստյանը Բագրատ arczepiskopos-ը դուք ավելի լավ տեղյակ եք հայտարարում է որ մենք տարբեր ուժային կենտրոնների հետ կապի մեջ ենք եկեղեցին ինչ գործ ունի տարբեր ուժային կենտրոնների հետ կապի հետ եւ ինչու մայրաթորը որոշում չի կայացնում այդ տեսակ տարերին ոչ թե սարեսնի, որ անհասկանալի տերմին է, նույնիսկ եկեղեցական համակարգում, այլ ինչու չի վտարում։ Այսպես է ստացվում, որ բոլորը կարող են մեր եկեղեցականների հետ կապի մեջ մտնեն, բացի հայկական պետությունը, հայկական ընտրված պետությունը, սա ընդունելի բան չի։ Ավելին էլ կարելի է ասել, ես պարզապես հպանցիկ ակնարկ անեմ, դուք տեսաք Արցախի շրջապատման պարագայում Եթե Վազգեն առաջինը լիներ, կլրեր այդ տեսակ հարցի պարագայում, իր բարոյական տեսվածքներով, մեկ տարի շարունակվող մեր Արցախը, որ այսօր եղել են Արցախի բաները, Արցախի մշակութային կոթողների պաշտպան եղել են, բայց մեր Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ էր եւ մենք վերջին հաշվով հետևում ենք հարցերին, առանց Ռուսաստանի թույլատվությամբ Ադրբեջանը
երբևէ ի վիճակի չէր լինի Ադրբեջանը մենակը չէ հաղթած այդ պատերազմը ռուսական կողմից իշխանության է ստանում եկեղեցական վարկը ճուլացնում է եւ ընդունելի մոտեցում չի Կանցի որ այսինքն մենք այստեղ մեր եկեղեցական այսպես ասենք ինստիտուտի հետ էջմիածնական թեմի մասին է խոսքը առավելագույն չափով փորձում ենք համերաշխ լինել բայց մայրաթորի կեսվածքը ամբասադրելի մեղմ ասած եւ անընդունելի է մայրաթորը նախքան որ քաղաքական կեսվածքներ առնի թող անտիլիացի այդ հայ ժողովրդի հայ եկեղեցու հարցերը լուծի որ իր թեմերը բռնագրավված է Կիլիկիոաթորի կողմից Հունաստանում եւ Իրանում հետո դրանից հետո բարոյախոսական կամ չգիտեմ փրկարարական հորդորներով հանդես գա ասագրված Հայաստանի իշխանությանը, որը հայկական պետականությունն է, ժողովուրդը ընտրել է իր ազատ կամքով այդ իշխանությունը Եվ կխնդրեմ դուք ամենասկզբում զրույցի նշեցիք, որ մասնավորապես անդրադառնալով մեր տարբեր համայնքների, նկատեցիք, որ այդ թվում եւ Ռուսաստանի հայկական համայնքը այլ վիճակում է ունի որոշակի սպეციფիկաներ, առանձնահատկություններ եւ այլն, այդ տրամաբանության մեջ մենք տեսնում ենք այս վերջին օրերին թե ինչ է կատարվում նույն օրինակ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի շուրջ, իդեպ նա քննչական մարմիններում է, նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության զավթման կոչերի եւ այլնի համար եւ այլն։ Այլ երկրներից եկող հարուստների կողմից Հայաստանում մենք չենք տեսնում Հայաստանի ներքին գործերին միջամտություն, իշխանությունը զավթելու կոչեր, ժողովրդին քաղաքական պրոցեսների դրդելու կոչեր, հա։ Ինչու է դա հատուկ ռուսաստանցի հայկական ծագմամբ օլիգարխներին կամ հարուստներին։ Պարոն Տեր-Հովհաննիսյան։ Լսում եք ինձ։ Այո, ես ձեզ լսում եմ։ Պարոն Տեր-Հովհաննիսյան։ Իմ երկրությունս է հիմնված, այո, չեք լսում։ Լսում ենք։ Այո, մեր համայնքը Ռուսաստանում նկատի առնելով, որ մենք Հայաստան հասարակական մշակութային կենտրոնը մաս է կազմում Եվրոպայի հայերի միությանը, այն խորհրդաժողովում, վերջին խորհրդաժողովում, որ մենք ունեցել ենք, Ռուսաստանից ներկայացությունը հաստատորեն հետևյալը արձանագրեց, որ Ռուսաստանի հայությունը քաղաքականապես չի ներկայացվում Ռուսաստանում, այսինքն քաղաքական ներկայություն չունի, այն քաղաքական օրեն դրսունի ներկայացնում։ Պարզապես մի շարք ուսներ դեր շահնեն հետում կան անում լոբինգ անում Ռուսաստանում Լևոն Հայրապետյան չէ, եթե չեմ սխալվում, այո, Լևոն Հայրապետյան, որ մեծ նպաստներ էր հասցրել Արցախում, ամուսնություններ էր կազմակերպում, երբ որ տարբեր հիվանդություններով նրան երևի թե թակերտների մեր ուխ էր շարժվել եւ մեր մեծահարուստները ոչ չհանեցանում երբ որ հայկի Ռուսաստանի այլը վաճառում էին, երբ որ նեգոցիացիա էին, այդ հարուստը Սամվել Կարապետյան լինի կամ Արա Աբրահամյանը լինի, ոչ մեկ ծպտուն չանեցին,
շատ տարօրինակ է եւ այդ մեծահարուստները եւ դաշնակցությունը, որ դրսի երկրներում շատ խելոք քաղաքացիներ են, շատ օրինապաշտ քաղաքացիներ են, որովը մեկ այսինքն այն պետությունների Պարոն Տեր-Հովհաննիսյան, ես ձեզ մեծ դժվարությամբ եմ լսում, եթե հնարավոր է Եթե ինձ հուշեն հնարավոր է վերականգնել նորից ձեզ հետ կապը, եւս մեկ հարց կցանկանայի ձեզ հետ քննարկել, եթե ոչ Շատ լավ, ես նշեմ, որ Հանրապետության վարչապետն է անդրադարձել իր Թուրքիա սպասվող այցին, նախ ասեմ, որ այդ այցի մասին մամուլը արդեն մի քանի օր ակնարկում էր եւ նախորդային ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ այցը տեղի է ունենալու, այն կայանալու է հունիսի 20-ին, ազգային ժողովի նախագահը այցը որակեց որպես պատմական եւ առաջին անգամ այցը տեղի է ունենում երկկողմ մակարդակով եւ այսօր Հայաստանի վարչապետը ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հունիսի 20-ին Թուրքիա այցը նախատեսված է, այցի օրակարգի վերաբերյալ համատեղ հայտարարություն է լինելու, առայժմ թե ինչ օրակարգով է Հայաստանի վարչապետը պատմական այց կատարում Թուրքիա, դեռևս հայտնի չէ, իդեպ նշեմ, որ արդեն իսկ տեղեկություն կա, որ հունիսի 19-ին Հայաստանի վարչապետի Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ Թուրքիա է մեկնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ալիևը Թուրքիայում մասնակցելու է երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններից մեկի մեկ թաղամասի վերականգնման աշխատանքների ավարտի արարողությանը, թե եռակողմ հանդիպում այնտեղ լինելու է, դրա մասին եւս տեղեկություններ չկան։ Պարոն Տեր-Հովհաննիսյան, Հայաստանի վարչապետը մեկնում է Թուրքիա եւ այցը որակվում է պատմական, քանի որ այնտեղ է ունենում երկկողմ մակարդակով։ Այս հիբրիդային գրոհները Հայաստանի Հանրապետության նկատմամբ հիմա որ տեղի են ունենում, այդ թվում եւ Ռուսաստանից, այդ թվում եւ ռուսաստանցի հայկական ցակմամբ օլիգարխներից, ներսում ակնհայտ ռուսական շրջանակների շահեր սպասարկողների կողմից, նաեւ գուցե կապ ունի այս այցի հետ, որ Հայաստանը առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերվելու է երկկողմ մակարդակով առանց որևէ երրորդ երկրի, մասնավորապես Ռուսաստանի միջնորդության, սա մեկ եւ արդյոք Հունաստան-Թուրքիա հարաբերությունները կամ այդ հարաբերությունների կառուցումը Հայաստանի համար կարող է լինել որոշակի չափով օրինակելի, հաշվի առնելով այն պատմական, քաղաքական բոլոր խնդիրները, որոնք Հունաստանը Թուրքիայի հետ ունեցել է եւ շարունակում է ունենալ։ Նայեցեք, երկու կարևոր նշում եմ ցանկանում կատարել, Հայաստանը որոշակիորեն Թուրքիո կապակցությամբ եմ խոսում, Հայաստանի եւ Թուրքիայի ամենավատ բանակցությունները, ամենավատ բանակցության արդյունք ավելի լավ է, քան երրորդ երկիր մեր փոխարեն բանակցի Թուրքիայի հետ։ Սա պետք է բացառել, պետք է հասկանալ, որ մենք պետություն ենք դարձել։ Այլապես, ինչպես որ 2020 թվականին տեղի ունեցավ, երրորդ երկրներ մեր փոխարեն, ով էլ որ լինի երրորդ երկրները, կարող են ինչ-որ միջնորդի դեր խաղալ, բայց եթե իրենք պետք է մեր փոխարեն բանակցեն, եթե իրենք պետք է մեր հարաբերությունները Թուրքիայի կամ որևէ երկրի հետ, Իրանի հետ լարվածության առաջնորդեն, դա մեր ինքնիշխանության, մեր արտաքին քաղաքականության նկատմամբ ոտնձգություն է։ Եթե որևէ մեկը աղմկահարում է այս հարցի կապակցությամբ, պետք է ուղղակիորեն հարց տալ, որ ինչ նպատակ է հետապնդում։ Երկրորդ հարց. Հայաստանի Հանրապետությունը, երբ որ Թուրքիայի հետ, Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունները մշակում, դա Հայաստանի Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն հարաբերություն է եւ ոչ հայ-թուրքական։ Սփյուռքը ոչ մեկ պարտավորություն չունի հետևելու Հայաստանի Հանրապետության որտեղած քաղաքականությանը։ Հայաստանի Հանրապետությունը չի հավակնում, որ Սփյուռքի կողմից ընտրված է, Սփյուռքի քաղաքացիները տարբեր երկրների քաղաքացիներ են։ Դրսից իրավունք չունեն միջամուխ լինելու եւ խնդրահարույց լինելու։ Ոչ ոք մեզ Սփյուռքում ձեռքը ոտը չի կապել, որ պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն մեր արդար իրավունքների, հանուն մեր եթե կուզեք բռնագրաված տարածքների համար Թուրքիայի իշխանության հետ կամ բանակցություններ կատարի Թուրքիայի հետ։
Մենք պարզապես Սփյուռքում պետք է գիտակցենք, որ եւ Հայաստանի Երևանի իշխանությունն էլ իմ կարծիքով պետք է գիտակցի, որ մենք ինչքան համերաշխ աշխատենք, ինչքան լրացուցիչ լինենք, նույնքան ավելի շահ կապահովենք մեզ համար։ Վրամբարձ այսպես հայտարարություններ կատարելը շատ հեշտ է։ Իսկ Սփյուռքի որոշ շրջանակներ Հայաստանը որպես իշխանություն չեն ընկալում, կարծում եմ, որ ինչ հայկական Սփյուռքի ինչ որ թաղամասի, այսենք Բուրչամուտի կամ Նարմակ թաղամասի հետ շփոթվում են, եւ կարծում եմ, որ Հայաստանը որպես իշխանություն միշտ պետք է ենթակա լինի տեղի իշխանություններին, Հայաստանի պարագայում, ասենք Ռուսաստանի Դաշնության իշխանությանը։ Բայց ես մեկ կոչել ունեմ, ինչպես որ իմ ձեր առաջին հարցումին ի պատասխան ես նշեցի, արտաքին հարաբերություններում մենք պետք չունենք մեր հարաբերությունները լարվածության տանել, եթե մենք ներսից կայունությունը սկսել ենք։ Արտաքին սպառնալիքների չեզոքացման ամենահեշտ միջոցը ներքին կայունությունը ստեղծելն է։ Մենք զգում ենք, մենք դրսում կատվածահար ենք գնում, երբ որ ամեն մի օր մեկ մեծահարուստ, մեկ տերտեր, մեկ չգիտեմ 4 հոգիանոց մեկ կազմակերպություն աղմկարարում է։ Դրսի երկրների հիմա շատ էլ մենք շրջապատված չենք դեմոկրատական, այսպես ասենք, արևմտյան երկրներում, որ իրենց համար սովորական է այդպես ցույցերը, օտար պետությունները ընկալում են, որ Հայաստանի իշխանությունը չի կարողանում անդոր եւ կայունություն ստեղծի երկրի մեջ։ Հետևաբար Հայաստանի իշխանությանը թույլ պետություն են ենթադրում, համարում, որ քանի որ ի վիճակի չի մեկ օր ազգային ժողովի, մի օր, չգիտեմ, կառավարական շենքի մոտ, որ շատ սովորական երևույթներ, բայց այդ խմբերը երբեմն մայրուղիներ, այսինքն ստրատեգիական նշանակություն ունեցող մայրուղիներ են բանանում։ Օրենքի ուժով պետք է մեկն միշտ այս երևույթին վերջ տրվի։ Այլապես մենք խնդիրներ պիտի շարունակենք ունենալ։ Ես Կարծեք թե որոշակի տեխնիկական խնդիրները այդպես էլ հնարավոր չեղավ լուծել զրուցակցից հետ, այսքանով եզրափակվենք։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը միացել էր Հունաստանից Մինաս Տեր Հովհաննիսյանը, Հայաստան հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիրը։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։